Ինչ որ բերել եք, ետ կարեք։ Ասացեք արքայազնին, որ ես կընդունեմ միայն այն նվերը, որ նա պատրաստած կլինի իր սեփական ձեռքերով։ Ինչ է ասածիդ իմաստը, Անահիտ։ Ով է իմանում, թե Բախտյանիվը ինչպես կդառնա։ Աշխատանքն է միայն, որ երջանկություն է բերում։ Այս է իմ միտքը, այս է իմ հավատը։ Այստեղ փորձություն լինի սիրող սրտի համար։ Ես կհայտնեմ արքայազնին քո այս տարօրինակ պայմանը։ Փետրվարի լույսը, որ մայրենի տոնի շունչն է բերում, այս տարի առավել խորիմաստ է հնչում։ Այդ նույն օրվա խորհուրդն է կրում մի անուն, որը հայ բեմի վրա դարձավ գեղեցկության, ազնվության ու անաղարտ խոսքի խորհրդանիշ։ 100 տարի առաջ ծնված մի արվեստագետ, որի ներկայությունը մինչ այսօր զգացվում է բեմի վարագույրի մեղմ շարժումներում։ Նրա անունը կարծես նախախնամությամբ էր ընտրված։ Մետաքսյա, ինչպես ձայնը, ինչպես շարժումը, ինչպես հայացքը։ Բնությունը նրան օժտել էր ոչ միայն արտաքին հմայքով, այլև խորունկ ներաշխարով, բանաստեղծական հոգի, որ հնչում էր յուրաքանչյուր արտասանած բառի մեջ։ Դեռ մանկուց բեմը նրան ճանաչեց։ Դպրոցական դահլիճներում հնչեց նրա առաջին ասմունքը՝ Իսահակյան, Թումանյան, եւ հանդիսատեսը հուզվում էր, երբ դեռատի աղջնակը Մարոյի ճակատագիրն էր ապրեցնում սեփական սրտով։ Պիոներ պալատի թատերախմբից մինչև թատերական ինստիտուտ, Վարդան Աճեմյանի խստապահանջ դպրոցից մինչև Սունդուկյանի անվան մայր բեմ։ Նրա ճանապարհը նման էր աստիճանաբար բացվող վարագույրի, եւ երբ 1948 թվականին նա առաջին անգամ կանգնեց Մայր թատրոնի բեմին, արդեն պատրաստ էր մեծ դերերի պատասխանատվությանը։ Նինա դիմակահանդեսում, Սուսան ու Անանի Նամուսում, Շուշանիկ Քաոսում, Ջուլիետ, Դեզդեմոնա, Նաստասիա Ֆիլիպովնա։ Նրա հերոսուհիները պարզապես կերպարներ չէին, նրանք ապրող հոգիներ էին, արժանապատիվ, տառապող, սիրող, ըմբոստացող։ Մետաքսյան կարողանում էր յուրաքանչյուր կնոջ ճակատագրի մեջ բացել ներքին լույսը, երբեմն ցավոտ, երբեմն փխրուն, բայց միշտ մարդկային։ Նա չէր խաղում, նա ապրում էր։ 1950 թվականին արժանացավ Ստալինյան պետական մրցանակի, հետագայում բարձրագույն կոչումների ու պարգևների։ Սակայն նրա մեծագույն պարգևը հանդիսատեսի անսահման սերն ու մեծ վստահությունն էր։ Վահրամ Փափազյանը անվանում էր նրան մեր գեղանի դերասանուհին, ամենախոստումնալիցն այսօր մեր թատրոնի նժարում։ Իսկ ինքը Մետաքսյան իր ամենախիստ քննադատն էր։ 10-րդ ներկայացումից հետո էլ նա կարող էր խոստովանել, որ դեռ որոնում է իր Շուշանիկին, դեռ չի հասել իր պատկերացրած կատարելությանը։ Նրա արվեստը միայն բեմով չէր սահմանափակվում։ Նա ապրում էր թատրոնի ճակատագրով, մասնակցում հասարակական քննարկումների, պաշտպանում երիտասարդ դերասաններին, պայքարում ստեղծագործական անտարբերության դեմ։ Կանխազգալով գեղարվեստական ճգնաժամի մոտեցումը կոչ էր անում չվերածվել արհեստավորի, չկորցնել որոնման կրակը։ Նրա խոսքը լսելի էր, նրա սկզբունքայնությունը հարգված, բայց ժամանակը անողոք է նաև մեծերի նկատմամբ։ Շատ ներկայացումներ չեն պահպանվել, շատ ձայնագրություններ կորսվել են։ Մնացել են հիշողություններ, լուսանկարներ եւ այն թավշյա հայացքը, որ կարծես այսօր էլ հարցնում է. կպահեք արդյոք մեր մայր թատրոնի լույսը։ Այսօր նրա ծննդյան 100-ամյակի առթիվ հարազատները, հասարակական ու արվեստի գործիչները, նրա արվեստի երկրպագուները հավաքվել էին ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու մեծ արտիստուհուն, այլև վերագտնելու մեր սեփական չափանիշները։ Մետաքսյա Սիմոնյանը հիշեցնում է, որ բեմը պարզապես արվեստի տարածք չէ, այն ազգի հոգևոր խղճի արտահայտությունն է։ Եվ եթե ուզում ենք, որ մեր թատրոնը մնա կենդանի, պետք է վերադառնանք այդ անաղարտ աղբյուրին, լեզվի մաքրությանը, կերպարի խորությանը, մարդկային բարձր արժանապատվությանը։ Մետաքսիայի արվեստը մոռացված երազ չէ, այն շարունակվող ներկայություն է բեմի լույսի մեջ, հանդիսատեսի սպասման մեջ։ 100 տարի անց նրա անունը դարձյալ հնչում է նույն հաստատուն ուժով, եւ գուցե հենց սա է արվեստի հաղթանակը՝ ապրել ժամանակից վեր, մնալ որպես չափ ու մաքուր նշաձող։ Մետաքսյա Սիմոնյան, թատրոնի հավերժահարսը, որի ձայնը դեռ լսվում է լռության մեջ։